Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթող Արթուր Ավետիսյանը հերթական հաջողությունն է գրանցել, հաղթելով Վառնայում կայացած World Challenge Cup միջազգային մրցաշարում։ Հայ մարզիկն անգերազանցելի է եղել օղակների վարժությունում, վաստակելով 14,233 միավոր եւ առաջ անցնելով Գերմանիան ներկայացնող իր մրցակցից։ Այս հաղթանակն ամբողջացնում է Ավետիսյանի տպավորիչ մրցաշրջանը, որի ընթացքում նա աշխարհի գավաթի տարբեր փուլերում արդեն նվաճել էր ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ։ Հայաստանի հավաքականն այս տարի բաց էր թողել Բաքվի եւ Անտալիայի մրցաշարերը, իսկ Դոհայի փուլը չեղյալ էր հայտարարվել տարածաշրջանային լարվածության պատճառով։ Հայոց լեզուն ու այբուբենը որպես մշակութային մերձեցման միջոց։ Ռուսաստանից ժամանած աղջիկը պատմում է հայերենի յուրացման իր հետաքրքիր փորձի մասին։ Սկզբնական շրջանի բարդություններից հետո նրան հաջողվեց տիրապետել հայկական գրերին եւ ճշգրիտ վերարտադրել հնչյունները։ Я учу армянский язык в онлайн-школе, и в какой-то момент мне стало казаться, что алфавит состоит буквально из одних и тех же букв, и я просто обязана вам это показать. Это армянская буква А это вы, наверное, подумали, что маленькая буква А, но это буква С, и если ее перевернуть, будет буква ВО. Также буква С выглядит вот так, а это буква М. Это буква М, это, наверное, какая-то другая буква, но это маленькая буква А это буква П. А это буква Т. А теперь представьте, что есть слова, которые состоят чисто из этих букв.